Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը արդեն երկրորդ անգամ ներկայացնում է Մարտին Գալստյանի թեկնածությունը որպես Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում եւ պետք է նշեմ, որ այս հարցի քննարկման ընթացքում բավականին կառուցողական քննարկում էր տեղի ունենում, այդ թվում մեր ընդդիմության գործընկերների կողմից Ափսոս նրանք այլևս դահլիճում չեն, բայց ուզում էի անդրադառնալ եւ պատասխանել մասնավորապես ընդդիմության գործընկերներին, որ բոլոր այն հարցերը, որոնք այստեղ բարձրաձայնվեցին, երևի չկա այնպիսի մի հարց, որը այստեղ բարձրաձայնվեց ընդդիմության կողմից եւ այն այս պահին օրակարգում եւ քննարկման չէ, թե Կենտրոնական բանկի, թե կառավարության գործընկերների հետ չգիտեմ, սկսած բանկային տոկոսադրույքի բարձր լինելուց, այսինքն այդ բանավեճը եւ այս հարցերը բոլորը դրված են քննարկման սեղանին, այդ սպառողական վարկերի կշիռը ընդհանուր վարկային պորտֆելի մեջ, այդ թվում սև ցուցակների վերանայման, սև ցուցակ ասում ենք, իրականում դա վարկային ռեգիստրն է, օրինակ վերանայման հարցը, որտեղ խոսում էին հանրային շահից, բայց այս հարցի հետ պետք է մի քիչ զգույշ վարվել, որովհետեւ մենք հաճախ այստեղ որի անհատական շահը շփոթում ենք հանրային շահի հետ, պետք է ավելի գլոբալ նայել հարցին եւ հասկանալ արդյոք դրա վերանայումը իրապես հանրային շահին ինչ ազդեցություն կունենա հանրային շահի վրա եւ այս ամեն ինչը պետք է նշեմ, որ այս հարցի քննարկումը շատ կարևոր է նաեւ շատ կարևոր է դիտարկել հետեւյալ տեսանկյունից, թե Մարտին Գալստյանը ինչպես է կառավարել այս ամբողջ ընթացքում, այսինքն իր նախորդ կառավարման ընթացքում ինչպես է կառավարել եւ ինչ իրավիճակների մեջով է անցել մեր պետությունը եւ բնականաբար այդ թվում Կենտրոնական բանկը ինչ գործողություններ է իրականացրել եւ կարեւոր է նշել, որ եւ համավարակի եւ պատերազմի ժամանակ բոլոր այն կարգավորումները, որոնք եւ արձագանքները, որոնք Կենտրոնական բանկը տվել է ապահովելով մեր երկրի ֆինանսական կայունությունը, այդ թվում մեր գնաճի կարգավորումը ինչպես է տեղի ունեցել, որի արդյունքում էլ մեր մակրոտնտեսական քաղաքականությունը արժանացել է միջազգային հանրության բարձր գնահատանքին եւ կարեւոր է նաեւ նշել, որ այս ընթացքում մենք մեր միջազգային պահոստները հասցրել ենք պատմականորեն բարձր մակարդակի, հատել է արդեն 5.5 միլիարդը եւ բոլոր են, այսինքն բացի են, որ ճգնաժամային իրավիճակներում ինչպիսի կառավարում է դրսևորել Կենտրոնական բանկը Մարտին Գալստյանի ղեկավարությամբ, այդ թվում նաև ինչպիսի դրական փոփոխություններ են այս ընթացքում եղել, որպես մասնագիտական որակների մասին շատ խոսվեց պարոն Գալստյանի, ինչը կիսում եմ ես այդ կարծիքը պարոն Գալստյան, եւ նաև ուզում եմ անդրադառնալ նաև ձեր մարդկային որակին, այն առումով, որ չի եղել մի հարց, որը անհանգստություն կամ հարցադրում առաջացնի պատգամավորների մոտ եւ քննարկման համար Կենտրոնական բանկը բաց չլինի եւ հետեւաբար նաեւ ուզում եմ հրավիրել իմ գործընկերներին, որովհետեւ այս հարցերը մեր հանձնաժողովում քննարկվում են, նրանք որոնք այստեղ քննարկվեցին եւ բարձրաձայնվեցին եւ լավ կլինի, որպեսզի մասնակցությունը ավելի ներառական լինի բնականաբար, որովհետեւ այո եւ կապիտալի շուկայի հետ կապված բոլոր փաթեթները, որոնք այսօր քննարկվում են եւ ժամկետանց վարկերի հետ կապված եւ տոկոսադրույքների հետ կապված եւ հետեւաբար պարոն Գալստյան եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր կառավարման տարիների համար եւ հարգելի գործընկերներ բոլորիս կոչ եմ անում բնականաբար կողմ քվեարկել եւ հույս ունեմ, որ ընդդիմությունը ով այսքան կառուցողական խոսեց, այդ թվում բարձր գնահատեց պարոն Գալստյանի մասնագիտական եւ մարդկային որակները, հուսամ իրենց բարձրաձայնած կարծիքը նաև կարձանագրեն ընտրության միջոցով